Միացյալ Նահանգներ Չինաստան հարաբերությունները վերջին տարիներին բնութագրվում են առևտրային պատերազմներով, տեխնոլոգիական մրցակցությամբ և փոխադարձ կոշտ հայտարարություններով։ Հենց այս ֆոնին է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մեկնել Պեկին հանդիպելու Չինաստանի նախագահ Սի Ցզինփինին, այց, որը միջազգային մամուլը բնութագրում է որպես տերությունների բախում։ Չնայած Վաշինգտոնի և Պեկինի միջև շարունակվող լարվածությանը, կողմերը կրկին նստում են բանակցությունների սեղանի շուրջ։ Պատճառները մի քանիսն են՝ համաշխարհային տնտեսությունից մինչև անվտանգային ճգնաժամեր ու աշխարհաքաղաքական խնդիրներ։ Առաջին խոշոր թեման տնտեսությունն է։ Միացյալ Նահանգները փորձում է հասնել նոր տնտեսական պայմանավորվածությունների, մաքսատուրքերի արտահանման սահմանափակումների և տեխնոլոգիական շուկաների հասանելիության հարցերում։ Թրամփը փորձելու է Չինաստանից ստանալ, այսպես ասած, ամերիկյան ընկերությունների համար առավել նպաստավոր պայմաններ, եթե այդպիսի փորձ լինի, ապա Չինաստանն էլ բնականաբար իր հերթին իր պայմաններն է առաջ քաշելու Միացյալ Նահանգների հանդեպ։ Խոշոր հաշվով հասկանալի է, որ գործ ունենք համաշխարհային տնտեսության երկու, պես ասենք, հսկաների հետ, յուրաքանչյուրը իր խնդիրներով։ Սակայն տնտեսական հակասություններից ոչ պակաս խորն են քաղաքական տարաձայնությունները։ Երկու գերտերություններն այսօր փաստացի աջակցում են միմյանց ռազմաքաղաքական հակառակորդներին։ Չինաստանը շարունակում է սերտ հարաբերությունները պահպանել Իրանի հետ, մինչդեռ Միացյալ Նահանգները բացահայտ աջակցում է Թայվանին, թե ռազմական, թե քաղաքական մակարդակով։ Սրանք այն կետերն են, որոնք տարիների ընթացքում դարձել են Վաշինգտոնի և Պեկինի հարաբերությունների ամենազգայուն թեմաները։ Բազմաթիվ այլ խնդիրներ կան կապված ավելի գլոբալ խնդիրների հետ, այդ թվում նաև Իրանի հարցը, այդ թվում Ռուսաստան, Իրան, Չինաստան համագործակցությունը և Ամերիկայի հնարավոր օգուտները կամ իր կողմը գրավելու հավանական գործընկերներին։ Բացի երկկողմ խնդիրներից օրակարգում են նաև ավելի լայն աշխարհաքաղաքական հարցեր՝ Մերձավոր Արևելքում աճող լարվածությունը, Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ուժերի վերադասավորումը, նոր տնտեսական և ռազմական դաշինքների ձևավորումը։ Փորձագետների գնահատմամբ Պեկինում այս հանդիպումը միայն Միացյալ Նահանգներ-Չինաստան հարաբերությունների մասին չէ, խոսքն այն մասին է, թե ինչ կանոններով է ձևավորվելու նոր աշխարհակարգը, կամ ի վերջո կկարողանան կողմերը գոնե մեկ հարցում գալ համաձայնության։ Որևէ անգամ միջանկյալ համաձայնության կողմերը գալու են, թե հակառակը անհամաձայնություններն են պահպանվելու և նշանակում է արդեն ժամանակի և իրադարձությունների բերումով խորանալու, որը կարտահայտվի արդեն առանձին տարբեր ռեգիոններում։ Վերլուծաբանները կարծում են, ԱՄՆ-ի հավանական գործընկերների փնտրտուքն այդքան էլ արդյունավետ չի լինելու։ Չինաստանի դիրքերն ավելի լավ են, իսկ Պեկինին Թեհրանն անհրաժեշտ է այդ դիրքը պահպանելու համար։ Միաժամանակ նախագահ Սի Ցզինփինը կռահում է Թրամփի հեռահար նպատակները։ Չնայած այդ նույն Միացյալ Նահանգների կողմից հարկային դժվարություններին, Չինաստանը իրեն շատ վստահ է զգում, չինական յուանը բավականին լավ դիրքավորված վիճակում է, տնտեսությունը միանշանակ վերելքի վրա է և ինչ որտեղ այդ տնտեսությունը նաև կախված է ուրեմն Իրանից վառելիքահեներգետիկ ռեսուրսների ներկրման վրա։ Այսպիսով Վաշինգտոն-Պեկին բանակցությունը պարզապես հերթական դիվանագիտական կանգառը չէ։ Այն տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ աշխարհում վերաձևավորվում են ազդեցության կենտրոնները, վերանայվում են դաշինքները, իսկ գերտերությունների յուրաքանչյուր հանդիպում կարող է ազդեցություն ունենալ ոչ միայն տարածաշրջանների, այլ ամբողջ միջազգային համակարգի ապագայի վրա։ Սեդամ Ակաջյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։